Քաղաքական ինչպիսի ապագա եք տեսնում ձեզ համար, ձեր գլխավորած ուժի համար։ Տեսեք, Եվ Հայաստանի համար։ ցանկացած քաղաքական ուժ պետք է ձգտի իշխանության։ Որ քաղաքական ուժը չի ձգտում իշխանության, դա ես կարծում եմ նորմալ չէ։ Ինչի պետք է ձգտի իշխանության, որտեղ միայն իշխանության գալու դեպքում ունենում ես այն լծակները, որ կարողանաս կատարես քո տված խոստումները, քո ծրագրերը իրականացնես։ Այո, հայրենի կուսակցությունը ձգտում է իշխանության, մենք անելու ենք ամեն ինչ, որ ստանանք ժողովրդի քվեն եւ ձևավորենք իշխանություն, կստացվի թե չէ, ես վստահ եմ, որ կստացվի, բայց ժամանակը ավելի ճիշտ ամեն ինչը տեղը կդնի։ Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքական ապագային, հույս ունեմ, որ 26 թվականին Հայաստանի Հանրապետությունը կազատվի այս դավադիր իշխանություններից եւ գուղի մեջքը եւ կկարողանա հզորանալ, ուժեղանալ եւ նենց անել, որ մարդիկ ապրեն անվտանգ, լավ եւ ապագայի հանդեպ ունենան հավատ։ Շատ լավ, պարոն Վարդանյան, այնտեղ մի հարց կար, որ մոռացա տալ, տեսանյութի առաջ ասացի, որ կտամ, հետո չտվեցի, այդ մեր զորախմբի թակարդում հայտնվելու մասին, ադրբեջանցիներն էլ այդ օրին գրում էին, որ ոչնչացրել են հայրենիք զորախումբը։ Հետո Նիկոլ Փաշինյանը փաստորեն բազմաթիվ իր զանգերի ընթացքում պարտադիր հարցրել, թե որտեղ եք դուք։ Դուք այս ամեն ինչը համադրելով կարծում եք կարող էր լինել միտք ձեզ ֆիզիկապես նեյտրալիզացնել։ Հարցը դուք տվել եք, երևի չեք հիշում, ես ասել եմ, եթե ես փաստեր չունեմ, չեմ կարող մերկապարոնոց հայտարարություններ անել, ես տարբերություն իշխանությունների հենց այնց խոսքեր չեմ ասում։ Այդ ամբողջը կարա ենթադրություն մեր մոտ առաջացնի, որ այո, ես ենթադրության մասին որ բարձր այո, ենթադրաբար ունեցել են նման միտք։ Բայց ես փաստեր եթե չունեմ, չեմ կարող որևէ մեկին մեղադրել։ Ես մեղադրելու մասին չէի խոսում, այլ ձեր զգացումների մասին, որովհետև ձեր ծրագրի մեջ իդեպ շատ լավ խորը վերլուծություն արած, ես ինչպես նախկինում ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ շատ բարձր եմ գնահատում այդ ծրագիրը եւ շնորհակալ եմ այդ վերլուծության համար։ Հիմա լավ, գալով բանին, քաղաքական process-ներին վաղար շաբաթում ընտրություններ են։ Դուք հայտ եք ներկայացրել եւ այս անգամ իրականում առանձին եք մասնակցում 2021-ից հետո։ Ինչ ակնկալիք ունեք։ Սա ձեզ համարել է համապետական ընտրություններից առաջ, այսպես բան փորձ գլխավոր։ 21-ից հետո հայրենիք կուսակցությունը առնվազն 8 համայնքներում թիմ ընտրություններին մասնակցել է, որտեղ մենակ մի տեղ երկու տեղ ներողություն, երկու տեղ չի հաղթահարել Անցոխիկ Շեմը եւ հայրենիք կուսակցությունը այսօր 6 համայնքներում ավականին ունի 6 եւ ավելի բայց ասենք որ վաղար շաբաթը բայց շատ կարեւոր է ու ես շատ ուրախ եմ որ այդ վաղար շաբաթի թեմայի մասին խոսում ենք վաղար շաբաթ խոշորացված համայնքում ընտրությունները դա սովորական թիմ ընտրություններ չեն սա իրականում վերջին ընտրություններն են համապետական ընտրություններից առաջ դա մեկ երկրորդը վաղար շաբաթը իսկ մեր վաղար շաբաթ կոչվում է համայնքը, բայց մենք Էջմիածին ենք ասում եւ Էջմիածինը որպես դիտարկում ենք ողջ հայության հոգեվոր մայրաքաղաք եւ հոգեվոր կենտրոն, իսկ եկեղեցու դեմ հարձակումները, որը իրականացվում են գործող իշխանությունների կողմից վերջին շրջանում, նաեւ ուղիղ կապ կարող են ունենալ այդ ընտրությունների արդյունքների հետ։ Տեսեք, իշխանությունը որևէ կերպ հետքայլ չի անում եկեղեցին պարակտելու, եկեղեցին թուլացնելու եւ քանդելու ուղղությամբ եւ վաղար շաբաթի ընտրությունները եթե հանկարծ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունենա հաղթանակ եւ հաջողություն դա Նիկոլ Փաշինյանին եւ իր քաղաքական թիմին առիթ է ստեղծվելու, այսինքն վերականալու, ասի անգամ Էջմիածնում երբ ես հայտարարում եմ եկեղեցու դեմ այս ամբողջ իմ քայլերը մենք հաղթում ենք, ուրեմն իմ պահանջը որ պետքա վեհապարը հեռանա եւ եկեղեցին պետքա քանդվի, կազմալուծվի եւ այլն օբյեկտիվ է։ Ու դրան հակադրվել շատ բարդ է լինելու, հավատացեք։ Դրա համար հիմա ես օգտվելով առիթից ձեր եթերից դիմում եմ վաղար շաբաթի մեր սիրելի բնակիչներին։ Ժորժ ջան, դա
սովորական ընտրություն չի։ Սա ընտրություն է մեր ինքնության պահպանման եւ մեր ինքնությունը կորցնելու մեջ, որովհետեւ եկեղեցին դա սովորական կառույց չի։ Եկեղեցին 1700 եւ ավել տարվա պատմություն ունեցող կառույց է, որը այդ հազարամյա պատմության մեջ բազմիցս եղել է թե մեր ինքնության պահպանողը, թե շատ դեպքեր են եղել, երբ որ պետությունը չի եղել եւ եկեղեցին է վերցրել պետության ֆունկցիան իր վրա։ Եկեղեցին թույլատնելը անթույլատրելի է որևէ պարագայում։ Տեսեք, դուք ազգությամբ եզդի եք, դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեք, բայց դուք այն եկեղեցու պաշտպաններից եք, որովհետև դուք ապրում եք Հայաստանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք, Հայաստանը համարում եք ձեր հայրենիքը եւ գիտակցում եք, որ եկեղեցու թույլատրումը ինչի կարա բերի։ Այստեղ միայն հայ առաքելական եկեղեցու թույլատրում չի, պետականության սա պետականության կորստի մասին է։ Ուստի վաղարշապատցիները պետք է հստակ հասկանան, որ սա ընտրություն չի ուղակի Արգիշտի Մեխակյանի, Խաչիկ Մանուկյանի եւ մնացածի միջև։ Սա ընտրությունն է մեր ինքնության, մեր հայ մնալու, մեր հայկականությունը պահելու եւ լուծարվելու, դառնալու անհասկանալի ինչ որ մի տարածքում ապրող ժողովրդի։